Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Նախընտրական վերջին շաբաթն ենք մենք սկսում լուսաբանել եւ վերջին շաբաթվա առաջին իմ հյուրը Իշխան Գևորգյանն է, բոլորին դեմ եմ շարժման անդամ եւ առհասարակ բոլորին դեմ եմ մարդ։ Ողջույն Իշխան ջան։ Շնորհակալություն հրավերի համար, բարև Մոնիկա։ Խոսենք քարոզարշավի ընթացքից վերջին շաբաթն է, այս ընթացքում բավականին ակցիաներ եք դուք իրականացրել, շատերի համար տրամաբանական, շատերի համար տրամաբանությունից դուրս։ Դուք ոնց եք գնահատում այս ակցիաները, որքանով արդյունավետ կարողացան լինել ձեզ համար։ Մենք հստակ պլան ունեինք մարդկանց ցույց տալու իրականում ինչ է կատարվում։ Այդ ակցիաները այդ իրականության ոնց որ դեմոնստրացիաներն էին, այսինքն թե ինչպես են ջուր ծեծում, թե ինչպես են դիվան քշում, իրար վրա բոշկա գլորում, չնայած բոշկա ազնվորեն ասեմ, մենք իրենցպես լավ չկարողացանք գլորենք, էլի իրանք կան անդամներ, ընդ որում մեծ խոշոր ուժերից իրար ընտանիքների վրա են բոշկա գլորում, ես իմ իրար վրա դե էդի ոտի հետ գնում է։ Մենք ցույց տվեցինք, որ այդ ամեն ինչը նորմալ չէ, վատ է ու ինչու ենք մենք այդ բոլորին փաթեթով դեմ։ Ընկալվեց։ Կարծում եմ շատերի կողմից ընկալվեց, վերաբերմունքը օրը օրի վրա քաղաքում փոխվում է, մենք ամեն օր ակցիաներ ենք անում տարբեր տեղեր, եղել ենք Կապանից մինչև Գյումրի ու մարդիկ ոնց որ համ ճանաչում են, համ սկսում են ընկալել, թե ինչի է պետք բոլորին դեմ լինել։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ ես քանի գնում եմ ավելի բոլորին դեմ եմ դառնում, տեսնելով նրանց մեջից, սենց ասած։ Հիմա ավելի բոլորին դեմ եք, դուք Իշխան, թե 20 թվականին ավելի դեմ էիք։ Իմ կարծիքով քանի գնա ավելի եմ բոլորին դեմ լինելու, որովհետև ինչքան շատ ես ճանաչում, այնքան ավելի հստակ է երևում։ Տեսեք, նույն որ խոսենք 20 թվականից, մինչև 20 թվականն է, բոլոր խոշոր ուժերը սինխրոն աշխատում էին իրար հետ, ընդդիմություն, դիմություն ու բոլորը ոչ մի թիսական էին։ Բոլորը քարոզում էին ես իմ 50-ից ավել մարդու հարցազրույց կա, որ Արցախի հարցը արդեն լուծել ենք, ասենց հանգիստ տոնով։ Հետո այսօր այդ բոլորը դարել են խաղաղասեր, վերցել են հոմանիշների բառարանը, օրիգինալը ԿՊՆ-ը, որ ուղակի խաղաղություն է, մնացածը ինչ որ արժանապատիվ ես իմ ուժեղ, sense բարեր կողքը հոմանիշ, լավ հոմանիշ դնելով, բոլորը խաղաղություն են ծախում վրեքս, այսինքն տեսակով բոլորը նույնն են։ Բայց ես լիքը մարդիկ, տասնյակ չէ, 100,000-ավոր մարդիկ տեսել են այդ մեր հարևաններին, որոնք դեռ չեն փոխվել, հիշեցնեմ ձեզ։ Հիմա հավատում եք, որ բարեկամներին էլ այդ թվում, չէ։ Բարեկամներին է, հարևաններին է, հնարավոր է խաղաղություն դրանց հետ։ Ասենք ինչի մեր հետ ազնիվ չեն մեր ղեկավարել ցանկացողները։ Ոչ այն սկզբում էին ազնիվ, որ Արցախի հարցը լուծել ենք եւ վերջ։ Արդյունքում փաստի առաջ կանգնեցինք։ Ոչ հիմա են ազնիվ, որ հեսա խաղաղություն ենք բերելու։ Այդ գիտեք ինչին է նման։ Չէ, ասում են բերել ենք արդեն։ Դե մեկը բերել ենք, մեկը հեսա երկու հատ բան կոսմետիկ շտկումից հետո նոյեմբերի 9-ի տեղը նոյեմբերի 11 են գրելու, բայց խաղաղություն լինի։ Գիտեք ինչին է նման, օրինակ իմ երեխաներին, որ չիփս առաջարկեմ, կուզեն։ Չգիտեմ այդ չիփսերը ոնց հնար է, բայց բոլորի երեխաները սիրում են։ Ու եթե ուզում եմ իրանց մի բան համոզեմ անեն կամ խափեմ, չիփսը ընտիր գործիք է։ Բայց ես հո գիտեմ, որ այդ չիփսը երեխեքին պետք չի։ Հիմա այդ խաղաղությունը, ասենք, ինձնից շատ թող իրանցից մեկը չուզի։ Կամ կամայական մայր ում տղան 2 տարուց պետքա բանակ գնա խաղաղություն լսելուց բանա փոխվում։ Ես ընկերներ ունեմ 6 տարեկան տղեկի բանակի մասով հիմիկվանից լարվում են։ Բայց այդ խաղաղության խոստումը իմ այդ չիփս տալու էպիզոդից ընդհանրապես չի տարբերվում։ Ու դրանք փաթեթով նույն բանն են ասում մեծ ուժերը։ Այն փոքրերը, որ մի երկուսը ինչ որ գաղափարական թեթև շեղում ունի, տարբերակ չունեն ներսանցնեն այս կանոններով։ Ոնց որ ժամանակին հակը ներս չկարողացավ անցնի, իսկ ինքը չէր ասում, որ ոչ մի թիզական եկեք լինենք։ Դե հա, այսօր էլ ասում եմ, մեր խոսույթը այնպեսին չի, որ ականջ շոյող լինի, դրա համար մեր ձայները միշտ քիչ են լինում։ Հա, բայց դառնում է նենց, որ այդ բոլորը մեզ խափում են։
իսկ վճարում ենք մենք, հիմա ոնց որ չիփսը տամ երեխուն, հիվանդանալու է երեխեն, ես չեմ հիվանդանալու։ Ես տանջվելու եմ, իրանք էլ են տանջվելու, ոնց որ հիմա Արցախի ղեկավարությունն է տանջվում։ Բայց այդ չիփսի հետևանքը մենք ենք տանելու։ Ու հիմա փաթեթով բոլորը մեծ ուժերը ձեր մոտ է կգան, այս հոմանիչը կարակ հարցնեք ձերը որ բաղադրիչով խաղաղություններ ներեցեք, իրանք էլ լուրջ դեպքում ասեն մեր արժանապատիվներ, ասենց բոլորը նույն բանն են ծախում մեր վրա, բայց ես գիտեմ որ տենց չի լինելու։ Ես այդ թշնամուն շատ մոտիկից տեսել եմ։ Ինչի են մեզ բոլորով խաբում։ Հենց դրա համար եմ իրանց օրորի ավելի դեմ դառնում, որտեվ թվում է թե պետք է ազգի հայրերը լինեն իրանք, բայց մեզ գցում են։ Եթե իրանք են փիլիսոփայության են, որ ծառայողները պետք է լինեն, գցում ու գցում են։ Բայց դրա համար է պետք է իրանց դեմը լինեն։ Դրա համար է բախտներս բերելը համար երկուսն է մեր կղաթերտիկը, որ իրանց գնահատականը տանք։ Իշխան ջան, այս տարիների ընթացքում շատ է խոսվել են, որ մեր ազգը բավականին հասունացել է, գիտակից ավելի դարձել քաղաքականապես ու ավելի է լավ ընկալում process-ները, ովքեր են մեր թշնամիները, ովքեր են մեր դաշնակիցները ու վերաբերմունք ունի, հատկապես օրինակ 20 թվականի պատերազմից հետո, 23 թվականի իրադարձություններից հետո մենք տեսել ենք Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը ոնց է վատթարացել Հայաստանի Հանրապետությունում, բայց դրան զուգահեռ ինչու է կարողանում այս հայ ազգը դա գիտակցել, բայց ներսի իրավիճակը չհասկանալ, ինչու է այդ վաճառածը գնում, այդ խաղաղությունը։ Չիփսի օրինակով ասում եմ ձեզ, իսկ այդ խորը գիտակցումը միանշանակ չկա, որովհետև խոսքերով մի վերաբերմունք ա նույն Ռուսաստանի մասով, քայլերով լրիվ ուրիշ, ավելի լավ թիմային ինտեգրվել հնարավոր չէր, ով որ օրինակ գործարարությամբ զբաղվում ներմուծումներ արտահանումներով դա միանգամից կզգա թե ինչ հեշտ է աշխատել Ռուսաստանի հետ ու հակառակը մնացածի հետ։ Ես ինչ հնարավոր է իրանցից կախում ունենք։ Եթե շքերթ են անում, շքերթին ռուսական զենքերը ցույց չեն տալի, դա չի նշանակում, որ տանկերը, ավտոմատները, լիքը ուրիշ բաներ ռուսական չեն։ Տենց էշի տեղ են դնում, էլի, տենց չի կարա լինի։ Տենց չի կարա շարունակվի, էլի արհավիրքներ է գլխներից գալու։ Ոնց որ այդ ոչ մի թիզականությունը ջարդվեց գլխներից, տենց էլ էս հոմանիշներով խաղաղություններն է ջարդվելու գլխներից, եթե ունենանք այն իշխանությունը, որ կա, դրա նշանակովի ընդդիմությունը ինչ որ էս վերջի 5 տարում կար, որ լուրջ դեմքերով եկել էր միայն փոխելու, ոչ մի հանձնաժողովի նորմալ չմասնակցեց, ոչ մի նորմալ գործ չարեց, հիմա նորից ասում է տվեք մի 5 տարի է գնամ փոխելու։ Եթե վարկ չենք փոխելու, ճեղքում չենք անելու, մենք նույն ձև ենք առաջ շարունակելու, նույն բաներն է մեր գլխին գալու։ Հստակ նույնիսկ այնքան են լկտիացի հայտարարում են անկլավների մասով, այլ մասերով 5 տարի առաջ կհիշեք ինչքան զարմանալի կլներ այսօրը, եթե այն ժամանակից նայենք։ Երբ որ մենք Հադրութը հետ բերելու խոստումներով որպես հանրություն վստահեցինք ԿՊ-ին։ Ես դու չէ, բայց մենք բոլորս այդ ժամանակ ես ու դու ենք մեղավոր էլի։ 5 տարում ինչքան բան փոխվեց։ Հիմա նույն որակի խոստումներ է այսօրվա տրվողները, որ արդեն խաղաղություն է եղել, ոնց է խաղաղություն։ Նույն շքերթի մասով աշխարհի պատմության մեջ միակ հաշվետվողական շքերթն է եղել Հայաստանում, դա ճիշտ կանեն համ մեր դյուցազնագրքում գրեն, համ բանում ու զուգահեռ այդ ժամանակ ուրիշ տղաներ այն դիրքով են անցել, որ ադրբեջանցիները թույլ են տալի գնան իրենց դիրք, այդտեղից նստած շքերթ են նայել։ Պատկերացնում եք իրենց վիճակը կամ մի ամբողջ բանակի, որոնց օգտագործում են ձեն բերելու համար։ Իրանք գիտեն, չէ, որ ընտրություն չլինի, շքերթ չլինելու։ Այդ կիսագիտակից մարդկանց էլա, չէ, պարզ։ Իսկ չի կարելի քո պաշտպանին օգտագործել, ինքը կդառնա վատ պաշտպան, կմաշվի, կչանա։ Չի կարելի։ Ինչու անում են, որ ձեն բերի, ինչին խփում են ձենա բերում, ասենք Նիկոլ Փաշինյանը վնասի երկի տակ ստորի անում, որտեվ իրան հուշել են, որ դա ձենա բերում, հաշվետվողական պարադ են անում, որտեվ ինչը ձենա բերում, թասիկը, եթե խփեն ձեն բերի, կխփեն։ Չի նույնպես։ Պարադի մասին էլ կուզեմ խոսենք, այդ ձեր տեսակետը դուք ամեն դեպքում պատերազմների մասնակցած մարդ եք, զենքին առնչություն ունեցել եք, ծանոթ եք քիչ թե շատ
ինձ պետքա եւ կարծում եմ մեր լսողներին պետքա չեզոք կարծիք, ով քիչ թե շատ գնահատական կտա, թե ինչ էր դա իրականում, չհաշված այն, որ քարոզարշավի տրամաբանության մեջ էր ինքը նաեւ, առհասարակ մեզ համար այս պահին ինչ նշանակություն ունի։ Քարոզարշավի մասը ուրիշ ոչ մի նշանակություն չուներ, ես ձեզ խոսք եմ տալի, որ մոտակա 4 տարում շքերթ չի լինելու, որտեղ պետք չի լինելու։ Եթե իհարկե ինչ որ հեղափոխական բաներ չլինի, բան, եթե նույն ձև մնա, չի լինելու։ Ինչ վերաբերվում է զենքին, զենքի ամենակարևոր դետալը գիտեք որն է։ Դրա կարակողը։ Եթե դետալը մաշված է, ղզիկ է, ինչ էլ որ լինի մեզ պարտված չհամարենք, հա, չի կարակելու այդ զենքը։ Որոշում է պետք։ Մենք օրինակ 20 թվի պատերազմին իմացել ենք, որ լինելու է, հա։ Իսկ դա քարտեզներով լիքը խելացի մարդիկ ցույց են տվել, ապացուցել են, որ 2 օր առաջ ինչ կուտակումներ էր բան։ Այդտեղ մի հատ որոշող էր պետք, որ կոճակը սխմեր, առաջի օրը կարտերը խառներ։ Այդ խմբավորումները թույլ չտային իրանց հանգիստ անեին։ Ու այդ վաղ լրիվ ընթացքը կարար փոխվել։ Հիմա այդ որոշողները կան։ Եթե տենց որոշողներ կան, թող որոշեն, որ այդ մեր տղեկը էլ ադրբեջանցի հետ լեզու գտնելով դիրք չետան։ Ընդ որում կարան երկու բան որոշեն, կամ զորով հետ բերեն այդ դիրքերի ճանապարհը, կամ այդ դիրքերը թողեն, որտեղ փչացնում են այդ տղեկին հենց հիմա դե կոդրում են, նսեմացնում են։ Ավելի են նսեմացնում, երբ որ տենց կոնտրաստային շքերթ են անում, ցույց տալով ամեն ինչ թույն է։ Ոնց որ տունը հաց չլինի, հերոստացույցը միանցնես, տենաս պապան գլուխա գովում ձեր նոր ավտոյով, որը չկա։ Այդպես ասի սովված եմ, բաբեսի չես անում։ Հիմա այտենց երկիր ենք դառնում ենք։ Ու այդ ամենը աննորմալ է, այդ աննորմալությունը եթե չճեղքվեց, մեզ վատ է լինելու։ Չի կարա ուրիշ ձև լինի։ Բոլորին դեմ եմ դրա համար ենք ստեղծել, որ ասի, որ սենց չի կարա շարունակվի։ Սենց շարունակվել է հողի արյան գինա ունենալու։ Ավելին ով որ այդ երկուսին ուզում է անմասն մնա ինքը կյանքում օրինակ Սյունիք չի գնալու կամ Երևանից դուրս մենակ ինքնաթիռով է գնում։ Ինքը ըստեղ էլ է նեղվելու։ Հիմա պետք է ճեղքում լինի թե չէ։ Մենք նես չի պարապեինք կամ մանկուց երազել էինք Սպայդերմենի շորեր հագնեինք։ Մենք մեզ սենց ասած դրեմ աշում ենք այդ ճեղքումը անելու համար։ Թե չէ որպես անհատներ, որ նորմալ երկրում ապրեինք, նորմալ իշխանություններով ամեն ինչ ունեինք։ Համ կարևոր գործ հանրօգուտ, համ հարգանք, համ սիրելի ընտանիքներ, երեխեք, ոնց որ նորմալ մարդը ինչ կարա ունենա, 120% ունենք։ Մեր թիմի բոլորի բախտները վերել է։ Բայց հասկանում ենք, չես կարա դու երջանիկ լինես երեխեքի հետ, երբ որ ամենը փլվում է կողքդ։ Կուզեմ համեմատություն անցկացնենք 21-ի եւ 26-ի ընտրությունների մեջ։ Տարբերությունը որն է, իմ տպավորությամբ, թե այն ժամանակ, եթե վախ կար նախկինների վերադարձի, այս ժամանակ վախ կա, որ Ռուսաստանը կրկին հետ կգա մեր հարցերին միջամտելու։ Այդ Սարկովի մեթոդն է, որ ճաշիկ ես ուզում, թե խնձոր, պետք է երեխեն կամ ճաշիկն ուզի կամ խնձորը, տարբերակ չկա։ Ստեղծեցին իրանց իշխանությունը, ստեղծեցին իրանց հարմար ընդդիմությունը, չգիտես որտեղից Գագիկ Ծառուկյանը որոշեց մասնակցի, որ ընդհանրապես ուրիշ բաներով էր զբաղված։ Չգիտես ինչու այս ընդդիմությունը բոլորը եկեղեցու պաշտպաններն են, բայց երբ որ եկեղեցին ասում է Հիսուսի արձանը նորմալ չի կառուցել, իրանցից ոչ մեկ Գագիկ Ծառուկյանին դեմ բան չի խոսում, ինչ որ թույն դասավորված բան է, էլի։ Կոմբինացիա է, նշանակովի դևերը, նշանակովի փրկիչները, կինոյի տղեկը, ճիշտ գույնի մազերով աղջիկները, բոլորի դասավորությունը կա։ Դևը քարագլուխ է։ Չգիտեմ ինչա գլուխ է, լիքը գլուխ ունի, փուճուր գլուխներ, մեծ գլուխներ, բայց մարմինը մի հատ է։ Ու մենք այդ մարմնին դեմ ենք, որ մարմինը ճամփեն, գլուխները հետը գնալու են, էլի, փդացա։ Այս ընտրությունը, որ առաջարկում են, չգնալու ընտրություն, եթե բոլորին դեմը մչլներ, ես չէի գնալու։ Այն բուջուր ուժերը, որ հոխորտում են լուրջ դեմքերով, փրկեմներն են, պստիկ, էլի, դուք ինչ եք ուզում, չեք հասկանում, որ դա նույնիսկ եթե հասակ ձեր 4%-ին, եթալու եք ընդեղ ընդդիմություն աշխատեք մոտները։ Ու ձեր այդ ինչ ուզեն անեն, ոնց որ արեցին, օրինակ դեպուտատ կար Արտուր անունով սրբազանիներ օգնում, որպես տերորիստ բռնեցին,
մանդատա զրկեցին շատ հեշտ, հիմա թողել են դուրս։ Ոնց կարա որ երկրում է հնարավոր որ terroriste դուրս լինի։ Կամ հիմա որ խառը բռնել են, ազգի դավաճան Թևանյան են բռնել, բացահայտել են որ Ծառուկյանի տղեն երկրից դուրս է, էլի կաշառք տվողներ են բռնում, այդ բոլորին բաց են թողելու։ Այդ արանքում մի մարդ է դուժելու, որը միակն է որ բանավեճով հաղթել է Նիկոլ Փաշինյանին, Արտուր Օսիպյանն է, այն էլ լավն է նա որ մի շաբաթ մնաց ընտրություններին, դրանից հետո բաց կթողեն որ հացադուլից չմահանա, որտեղ ինքը պրինցիպիալ տղա է, էլի։ Էտա, այնց է բոլորին բաց են թողելու, ոնց որ տարբեր ինչ որ terroristներին անընդհատ բռնում, հյուսիսային, հարավային, այդ պահին ինչ որ բան Վահագն Ալեքսանյաններին խոսացնում էին, որ բան են հոկտեմբերի 27-ներին կանխե ու բան են անում, շարունակում են առաջ։ Իշխան ամեն դեպքում գուցե մարդիկ լինեն, ովքեր նոր են մեզ միացել ու շատ լավ տեղյակ չեն կամ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը ու բոլորին դեմը ինչ է ուզում փոխել համակարգում առհասարակ։ Ձեր տարբերակը, ձեր առաջարկը կներկայացնես ամփոփ։ Բոլորին դեմը այս փտած քաղաքական դաշտից զզված, փտած քաղաքական դաշտին գնահատական տալ ցանկացող մարդկանց համար է ստեղծվել։ Մենք հավաքվել ենք 330 հոգով, եթե չեմ սխալվում, այս տարվա միակ իրական կուսակցություն ստեղծելու համագումարը արել ենք, ստեղծել ենք բոլորին դեմեմ քվյաթերթիկը, որ մարդիկ կարողանան ասեն, որ այս ձեր բոլորի փաթեթով դեմ եմ, ձեր առաջարկածը նույնն է ուրիշ հոմանիշներով ու մեր շահերից չի բխում։ Գալու է խաղի կանոնները փոխի, 3 փոփոխություն անի, որոնց մասին բազում անգամ պատմել ենք 100 օրից դնի նոր ընտրություններ, որտեղ լրիվ ուրիշ կանոններ են լինելու։ Ու թեկուզ են նույն մարդիկ, ովքեր մասնակցելու են կամ ուժերը, իրենց վարկն է փոխվելու։ Ամեն դեպքում խաղացողները նույնն են լինելու։ Իսկ մենք խաղացողների խնդիր ունենք։ Այդ խաղացողները, որ գալիս են ձեր մոտ, լրիվ ուրիշ ձև են իրենց պահում, նույնիսկ ձեր սենյակում։ Այդ խաղացողների բարեկամները, որ գնում են Ամերիկա, ստեպը պզող լինելով, այնտեղ 12 ժամ աշխատում են։ Երբ որ դու կանոնը փոխում ես, նույնիսկ վատ մարդը հարմարվում ու լավի պես է իրան պահում։ Հիմա Ռուսաստանում, որ կռվում էին, օրինակ, ամենավատ մարդիկ էին սկզբում են, Բախմուտը հետ բերողները, բոլորը իրենց վատ հանցագործներն էին։ Սիստեմը, երբ որ փոխվում է, էլ իրենց մարդկային որակները մնում է մենակ իրենց տնեցիկին։ Իրանք մեր համակարգում նորմալ են իրենց պահելու։ Խափելուց հետո ունենց են պատասխան տալու, որ վերանան ու ձեռ չի տալու էլ խափելը իրենց, ոնց որ հիմա անտիր ձեռա տալի։ Ու այդ լրիվ ռեալ է։ Ես տեսել եմ ոնց է մարդը փոխվում, երբ որ փոխում ես իր միջավայրը։ Նույնիսկ իմ կյանքն է տենց երիտասարդ ժամանակ փոխվել, որ մի դպրոցում որտեղ ոնց որ չարաճճի լինելն էր մոդայի, գնացի վարժարան, որտեղ լավ սովորերն էր մոդայիկ ու մենք մրցում էինք նույն չարաճճի տղաներով ուրիշ դպրոցների լավ սովորելով արդյունքում բոլորս գտանք կյանքում մեր տեղը։ Հիմա այդ համակարգը փոխվելու է, մենք էլ ուրիշ հայր չունենք, որ սրանց ոնց որ վառենք նորերը բերենք քաղաքականությամբ զբաղվեն, էլի, իրանք վարք են փոխվելու։ Ու մենակ մեր ունեցած հայերով է, որ կարողանալու ենք պնդանանք ու ապրենք արժանապատիվ։ Այդ եթե խաղաղություն ենք ուզում, խաղաղություն վաստակենք, եթե ուրիշ բաներ ենք ուզում, այդ անենք պատվով։ Խաղաղության իրական ճանապարհը որն ասես։ Սկսում է ձեզնից։ Այս 5 տարի է ես այդ եմ անում ազատազենով, պետքա համ կարող լինես, համ կամք ունենաս պաշտպանելու, պայքարելու, հետո այդ առաջին մակարդակը, երբ որ քեզնից սկսում է, տարածես քո շուրջը, հետո երբ որ ամբողջ հանրությունը դրանով վարակված եղավ, խնդիր չի լինի։ Ոնց որ բան, բարբա պարապող երիտասարդ է, էլի, նրան բակում չեն նեղացնում։ Հիմա եթե մենք ռեալ չենք ձգտելու ուժեղ լինենք, խնդիր ենք ունենալու, որտեվ հարևանները չեն փոխվել։ Հիմա մեր բակում կան հարևաններ, որոնք տարօրինակ են։ Եթե նրանք շանս ունենան, կխանգարեն մյուս հարևաններին։ Ամեն բակում կա, հիմա թող նայողները տեսնեն, բայց որոշ բակերում խանգարում են, որոշ բակերում չէ, որովհետև այնտեղ կան խաղաղությունը պաշտպանող ձիգ ուրիշ երիտասարդներ։ Հիմա եթե մենք այս տարածաշրջանի ձիգ երիտասարդը չդարձանք, մեզ անընդհատ նեղացնելու են,
խանգարելու են, բաներ են մեզնից խլելու ու ոչ մի բան չի փոխվելու։ Ադրբեջանցիների վերադարձի հարցն է այսօր քննարկվում, երկու կողմից ընդդիմադիր դաշտից ասում են, որ 300,000 թվով 300,000 պիտի Նիկոլ Փաշինյանը վերադարձնի Հայաստանի Հանրապետություն, Նիկոլ Փաշինյանի թիմից ասում են, որ դա իրենք են ուզում, մենք տենց բան չենք ուզում։ Առհասարակ որքանով է հավանական այդ ադրբեջանցիների վերադարձը ու արդյոք հայ ազգը երբևէ որևէ կետում պատրաստ կլինի ադրբեջանցի հանդուրժել Հայաստանի Հանրապետությունում։ Արցախում հանդուրժել ենք, չէ՞։ Փաստացի բոլորով հանդուրժել ենք փաթեթով։ Իմ հիշողությունը, եթե չի դավաճանում ինձ, Ալիևը երբեք մեզ չի խաբել։ Եթե մենք վարկ չփոխենք, մարդը իր ծրագրերը սրտանց անելու է, իսկ ինքը ազնվորեն ասել է։ Հիմա ձեր համար զարմանալի կլինի պատկերացնելը 5 տարի հետո այդ Հայաստանը, բայց դա նույնն է, ինչ որ 5 տարի առաջ այսօրը պատկերացնել է։ Եթե կարողանում եք մտովի հետ գնալ կամ հələ մի քիչ ավել հետ գնացեք պատերազմից առաջ ու փորձեք այն ժամանակից պատկերացնել այսօրվա Հայաստանը, դա անպատկերացնելի է։ Հիմա նույն ձև, եթե բան չենք փոխում վարկում, այդ գահավիժումը շարունակվելու է։ Եթե մենք հիմարաբար այդ տեքստերին հավատալու ենք, որ արդեն խաղաղություն է, ոնց որ ժամանակին հավատացել ենք, որ խոսալով Շուշին հետ կբերենք կամ ինչ-որ բաների, նույնը լինելու է մեր հետ։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ նոր արհավիրքներ են լինելու, եթե մենք համակարգային վարկ չփոխենք։ Իսկ համակարգային վարկ փոխելը մենակ ԿՊ-ն փոխելով չի։ Պետք է այդ իշխելու կանոնը փոխվի, որ գլխներից թակավոր ենք կարգում։ Տեսեք, խաղաղությունից են խոսում են ուժերը, որոնք անձի շուրջ են բոլորը կառուցված, մեծ ուժերը կարանք թվարկենք։ Խնդրեմ։ ԿՊ ըստ հարցումների ուժեղ Հայաստան, որը պայքարում էր Սամվել Կարապետյանի անունը կուսակցության անունի մեջ դնելու համար, ամենամեծ խնդիրներ իրանց։ Հա, այս մեկն է ԿՊ-ն պայքարում էր չդնելու համար հաղթեց։ Ռոբերտ Քոչարյանի ուժ, Ռոբերտ Քոչարյանը ինքան ուժեղ էր, նույնիսկ որ եղբայր վարական դաշնակցությանը դարձրեց մաս էլի իր շրջապատի, որտեվ դաշնակցություն որ ասում ես, լիդեր չես պատկերացնում։ Միակներ երևի տենց։ Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան դեմի համարները կանանք Հայկ Մարությանը ասենք որ իշնենք ներքև մինչև Գուրգեն Սիմոնյան հասնենք էլի սուրբնա իր հոտով էլի սենց ասեն Դուք չունեք այդ սրբից Եթե ունենք ասեք անունը Սպայդերմենն է բանը տեսեք ընդ որում Սպայդերմեն տարբեր մարդիկ են հակնում դիմակները այդ բոլորը խաղաղություն են կառուցում իրանց անձից կախում տանելով ամբողջ երկրի ճակատագիրը որ իրանք ասենք մեծ լավ լուծն գնեն ամենը փլվելու է Իրանց անձից է կախած, որ ես իմ հանկարծակի մի բան հետները լինի, ԿՊ-ն էլ ԿՊ չի լինելու։ Ուժեղ Հայաստանը, չգիտեմ ինչ ձևի Հայաստանա դառնալու։ Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ չգիտեմ ինչա լինելու։ Հասկանում եք։ Այդ արքայացավի տակ մտածեք է Սերժ Սարգսյանի կոստյումի համար պայքարում են, որ մի քիչ իրանք արքալն են։ Ու մեզ բոլորով խաղաղություն են խոստանում, որը փաստացի իրանց անձից է կախված։ Հիմա եթե սա քծոցի եք համարում, քվեատերտիկ համար երկու կա։ Եթե չեք համարում, կարող եք շարունակել մասնակցել այդ քծոցուն, երնեք տալ, որ այս անգամ թակավորի որդին թակավորից լավը կլինի։ Ես դրան չեմ հավատում։ Առհասարակ քննարկում ծավալելու մասով կուզեմ խոսենք։ Այ Օսիպյանի օրինակը դուք բերեցիք, ով այսօր ձերբակալված, ով ինչպես դուք ասացիք, համարձակվեց բանավեճի մտնել Նիկոլ Փաշինյանի հետ եւ հաղթեց այդ բանավեճում, դրա համար այսօր ձերբակալված է։ Ու էլի մտովի հետ գնալով 2018 թվականին ու 18 թվականի խոստումներին ու այսօրվա կատարվողին անհավատալի է որ կարելի է բանավեճի պատճառով ու հաղթելով բանավեճում այդ առիթով մարդուն ձերբակալել։ Այս խնդիրը ուրա մեզ տանելու հասցնի։ Բան, Բելարուսիա ուղիղ։ Ժամանակին բաներ ասում են Վարդան Պետրոսյանը հումոր ուներ, որ ասում էր ոչ մի բանի համար 5 տարի են տալի։ Օրինակ առաջի ծաղիկները իմպեսների վրա էին ծաղկում, որ 3 օր էին տալի ոչ մի բանի համար։ Հիմա մարդ կա Սրբազանը ոչ մի բանի համար իշքան տարին անցավ, չէ՞ նստածա։
Հետո այդ վերացումները լա լինելու։ Իդեպ տենց բաներ եղան էլ, ինչ որ մի հատ երիտասարդ շատ էր խոսացել, հետո բարձրով մոստից է գցվել բան։ Այդ դրանք շատանալու են։ Երբ որ դու կարողանում ես անընդհատ էշի տեղ դնել ժողովրդին, դու լկտի անում ես դրանից։ Հիմա ԿՊ-ն խորացնելու է այդ ամենը։ Ասենք կատարյալ անընդունելի բան է, անցկացրել է, ճիշտ է։ Կամ այսինքն ձեր մոտ գալուց նայում էի ընդհանրանոթի հաստության համեմատության բանավեճը, նախ ցավալի է, որ դա իրենց ամենաբուն թեման, որ տենց բառախաղից ծաղրում են իրենց, բայց այդ վիճակին հասել են երկու պատճառով։ Առաջին, որովհետև ուժեղ Հայաստանի կանդազինելի հորինած գործով նստացրել են, իսկ ինքը ընդհանրանոթի հաստությունից մի քիչ ավելի լավ կլներ։ Երկրորդ, քանի որ իրանք էլ ռեբրենդինգ արած խաղաղության տակ են մնացել, չեն ֆայմը, որ այնտեղ գազան ուրիշ մարդիկ կային փորձարու, այդ խեղճ աղջկան էին ճանապարհը բանի երախները Վահագն Ալեքսանյանի։ Այդ խորանալու է ու շարունակվելու է։ Ձերբականություններն էլ են ավելի վատ լինելու, հանգարց մեկը, որ ասի կարող է խաղաղություն չի, հերա անիծվելու է։ Ես տեսնում եմ, ես ոնց եմ խնդիր ունենալու հաջորդ 5 տարում, եթե վարկ չփոխվեց, նորմալացնում են ինչ ուզել անել է։ Ու դրա Չէ, ոչ թե ինչ ուզել անելը, այլ իրանք ինչ ուզեն, բոլորը դա անեն։ Հա, իրանք ինչ ուզեն անեն է, կարող է։ Թագավորը ստանում է ամեն ինչ։ Դա թագավորի մասին անեկդոտ կա, գիտեք, որ բանը պայտա սարքում դարբինը, պատմեմ թող մարդիկ էլ իմանան։ Պայտը վերցնում թագավորը ծռում, հա, լավ է սարքում, էլի է ծռում, ավելի լավ է սարքում, էլի է ծռում, գնում է Դամասկոսից երկաթաբերում բան, սարքում է, չի կարում ծռի, ասում է ապրես պայտը լավն էր, հանում է մի հատ կոպեկ է տալի, ծռում է, հետո մի հատ արծաթից կոպեկ է տալի, այս դարբինը էլի ծռում է, ոսկուց կոպեկ է տալի ծռում է, նազիր վեզիրներին ուղարկում է, ասում է այն պապայի նկարով ամենամեծ կոպեկից բերեք, բերում է այս դարբինը վերցնում է, ասես սխմում է, մի հատ է սխմում է, վերջը կարում է ծռի, ասում է սրա գլուխը կդրեք։ Ասում է խի էլի, դու էլ պայտը տենց արիր, ասում է չի կարելի բան, թակավորի դեմը ռուսերեն պետք է ասեմ վիպենդրի վծա լինել էլի։ Հիմա այդ թակավորն ենք ընտրում ու ինչը կարելի է իրանց մեզ կարելի չի լինելու։ Այո։ Եթե ուզում ենք այդ մի գլխանի, բոլորը մի գլխանի են, այդ մեկը ճիշտ են ասել, որտեվ հենց իրենց գլուխը անում ես, տակի կուսակցությունը թորոմում է։ Եթե ուզում ենք այդ թորոմողների հույսով հաջորդ 5 տարին ճակատագիրները սկապենք, պետք չի ընտրել համար 2 բոլորին դեմ եմ, ասել, որ այդ թորոմալու process-ին մասնակից չենք։ Եթե մենք հավատում ենք այդ հոմանիշով խաղաղություններին, կարող ենք գնալ մենք ամեն ինչ արել ենք, թե որ դուք իմանաք, որ կա բոլորին դեմ քվեարկելու ձև, թե որ ճեղքենք, կգաք իրար հետ ճեղքենք, կճեղքենք, մենք ձեր ամեն քվեին այնպես տեր կլնենք, որ ձեր քեֆը կգա։ Չեք գա ճեղքենք, իրար հետ կքաշենք բեռը, մենք մի քիչ շատ, որտեվ հանդգնություն ենք ունեցել, հայտարարել, որ թակավորը մերկ է, դուք մի քիչ։ Բայց պատերազմի ժամանակ կամ ինչ-որ արավիրքի ժամանակ այդ զառը խառն է անգնելու ձեր որդիների ու մեր որդիների վրա։ Շնորհակալ եմ Իշխան զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին էլ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ բոլորին դեմ եմ շարժման անդամ Իշխան Գևորգյանն էր, շարունակեք հետևել գործարալիքին եւ լսել թարմուղեղով նախընտրական զրույցները կհանդիպենք։